Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ վերելք ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Սասուն Սարիբեկյանին։ Բարև ձեզ պարոն Սարիբեկյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Սարիբեկյան, դեռ 2020 թվականի ապրիլի 30-ին մեզ մոտ մեր տաղավարում մենք ունեցել ենք հաղորդում, որի ժամանակ դուք հայտարարեցիք, որ աշխարհաքաղաքական կառավարվող պրոցեսի միայն մի փոքրիկ մասն է այն ժամանակվա ճգնաժամը։ Հիմա ուզում եմ հասկանալ, այդ ճգնաժամը շարունակվում է եւ այսօրվա մեր իրավիճակի հետ դա կապ ունի, թե ոչ, հատկապես Հայաստանում, որոնք են այդ պատճառները, դրանք այդ սխալները մենք ենք թույլ տալիս, թե թույլ ենք տալիս, որպեսզի մեզ կառավարեն ավելի հզոր գործոններ, լինեն ծրագրեր եւ ուղղորդեն այդ ամենը։ Շնորհակալություն, ուրեմն նախ ասեմ, որ ընդհանրապես այս իրավիճակում, որ մենք հայտնվել ենք, սա պատահական չէ, սա ծրագրավորված է եւ մենք դեպի այս իրավիճակը ընթացել ենք 1991 թվականից մեր անկախության հռչակման պահից։ Բայց որpիսի մենք կարողանանք այդ անատոմիան ճիշտ ընկալել, թե ընդհանրապես եւ իրավիճակի հետ կապված եւ դրա պատճառների, ես ուզում եմ իմանալով պարզ է, որ պետք է խոսենք մենք այսօրվա իրավիճակի մասին, ես առանձնացրել եմ մեր մեծերի այն մտքերը, որոնք ասվել են մոտավորապես 1 դար առաջ, սակայն արդիական են եւ հատուկ առանձնացրել եմ մի քանիսը, որոնց մենք պետք է հատկապես ուշադրություն դարձնենք, որովհետեւ մեր մեծերի իմացությունը դա ազգային գաղափարախոսության կարևորագույն արժեքներից է եւ եթե մենք այդ իմացությունը, այդ հենքերը մենք անտեսենք եւ որ անտեսել ենք նաեւ հասել ենք ընդհանուր վիճակի։ Ես ուղղակի իրավիճակի հետ կապված մի քանի մեր մեծերի մտքերը ասեմ, կարևոր, հետո կբացեմ արդեն իրավիճակի պատճառների, իրավիճակի ընդհանրապես բնութագրիչների մասին խոսեմ։ Թումանյան, Հովհաննես Թումանյան, մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Այսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց։ Ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց եւ շարունակվում է այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով։ Հոգևոր ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը անուղեցույց խարխափում է։ Նա ինչպես անգիտակից մի խալխ միշտ ենթակա է այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին։ Եվ փորձանքներն էլ դաս ու խրատ չեն լինելու նրա համար։ Մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը, մինչև չհասկանա այդ փորձանքների իմաստն ու փիլիսոփայությունը։ Հայկ Ասատրյան, ստացած հարվածներից հետո դեռ մնում ենք անկյալ հոգով, բարոյականով, մտածումով։ Օրեցօր ավելի է վատթարանում կացությունը, բաժան եղած հատվածականացված ժողով, բաժան եղած մասնատված հայրենիք եւ աշխարհագրորեն ծրիվ եկած հոգեբանությամբ հատվածականացված ժողովուրդ։ Հայ ոգին մնաց քայքայված, հայ մարդը պառակտվեց որպես ես, որպես ընկերության անդամ։ Նա եղավ տկարության ծարավ, հաշտվեց այն մտքին, թե ինքը այլևս պատմաստեղծ գործոն չէ։ Մոռացվեց արտաքին ճակատը, քաղաքական գործը եւ ամեն բան ընթացավ ներքին պայքարի գծով։ Ձեր աչքի առաջ ներքին պայքարն է, կուսակցություններ, որոնք իրար միս են ուտում։ Հայկ Ասատրյանի խոսքերը շարունակում են։ Ազգովին վտանգված ենք երկրում, երկրից դուրս։ Երկիրը քաղաքական նվաճումներ չարեց, տարածությամբ չընդլայնվեց, ոչ էլ դարձավ հայրենիք բոլորի համար։ Գաղութներում աշխարհագրական ցրվածությանը զուգահեռվեց հոգեբանական ցրվածությունը։ Հայությունը բարոյական ամբողջության, քաղաքական կամքի վերածելու հիմնական աշխատանք չտարվեց։ Ընդհանուր է քայքայումը։ Ամոթալի ողբերգություն, թե անկումի երանություն։ Ուրեմն մի մասի համար, շատ փոքր մասի համար ամոթալի ողբերգություն է, իսկ ավելի մեծ մասի համար ուրեմն անկումի երանություն։ Փրկությունը իրերու երազային դասավորում են կակնկալենք։ Հրյան հորինում է համամարտկային գաղափարներ, խառնում է ազգերը եւ հաճախ հանդիսատես դառնում իր թալիսմանով փոթորկված աշխարհի խելագարություններին։ Հայն ինքն իր մեջ փխրվում, այլասերվում է, հենց որ բռնում է օտար մի հովից։ Օտար մի հովը
դա ոչ թե ուժեղ պետությունն է կամ ուժային կենտրոնը, օտար հովը նաև բացի ուժային կենտրոնից, նաև դա օտար գաղափարներն են, որոնք համահունչ չեն հայ տեսակին։ Մեզ կասեմ, որոնք են դրանք։ Շարունակենք։ Մեր անթիվ մեղքերը սրվեցին, դարձան անհաղթելի չարիք նաև այն պատճառով, որ մեր կյանքի ու գործի մեջ գիտականություն չմտցրեցինք, սրբագրումի փորձ չարեցինք, եւ հետևանքը այն եղավ, որ մտավոր մակերասայնությունը խեղդում է մեզ։ Գիտականությամբ չենք կազմակերպեն մեր կյանքը, եւ մտավոր մակերեսայնության մենք չհասկանալով Թումանյանի ասած մեր ողբերգությունների, մեր դժբախտությունների իմաստ ու փիլիսոփայությունը, հիմա այս վիճակի մեջ ենք մենք հիմա։ Գարեգին Նժդե, այսօր ամեն քայլափոխում վատությունն է դարանակալել, աղվեսները առյուծներ են խեղդում, սինքլորները Հիսուսներ են խաչում։ Սինքլորը դա հասարակության ստորի խավն է, տականքը թափթփուկը։ Այնտեղ, ուր հոգևոր եւ գաղափարական հարաբերությունները տեղի են տվել լոկ-առօրյական նյութայեսական շահերի առջև, այնտեղ հասարակություն կամ ժողովուրդ գոյություն ունենալ չի կարող։ Ձեր աչքի առջև նյութայեսական ամբողջ հաշիվներն է, թե ով որ պաշտոնից, ով ում հետ հարաբերություններից ինչ հաշիվ ունի, ինչ նյութական ունի, ինչ նյութական ակնկալիք ունի։ Եղածը հայ զանգված է, անտեր, անիծյալ, անուղի, մի զանգված եւ ոչ ավելին։ Նժդեի խոսքեր։ Հայ կյանքի գետն այսօր այնքան տիղմ է կուտակել իր տաշտի մեջ, որ այլևս ուղղությունը փոխելու աշճան դժվարացած է իր հոսանքը։ Ես առանձնացրեցի ընդամենը մի քանի հատված մեր մեծերի հզոր իմացությունից եւ այստեղ որ ասում է տիղմ է կուտակել, այո, այդ տիղմը կուտակվել է 1991 թվականից սկսած, այդ տիղմը այս պահին չի կուտակվել։ Բայց միջև ինչպես է կուտակվել այդ տիղմը, որն է ներկայացնելը։ Ուզում եմ ասեմ, որն է այդ տիղմը այսօր։ Այդ տիղմը այսօր այն ուրեմն դրամատենչ եւ պաշտոնատենչ կուսակցականներն են։ Դրանք նյութայեսական այդ շահերով ապրող իրար մի սուտող կուսակցություններն են։ Կիսատ ճշմարտությունները կամ պարտադրված ճշմարտությունները ժողովրդին ներկայացնող լրագրողներն են։ Ընտրություններից ընդհանրապես գաղափար չունեցող ընտրող կոչվածներն են։ Դրանք անուղեղ փողատերերն են։ Դրանք երկրի վրա քաղաքական բլոտ խաղացող անհոգիներն են եւ նախկին եւ ներկա ագահ մեծամիտ ավելի ճիշտ ուրեմն անմիտ ուրեմն կառավարիչներն են եւ բոլորի ստեղծած վնասներն են եւ մեր բոլորի մեղքերն են, որովհետեւ մենք ազգովի հեռացել ենք Աստծուց եւ ինչ է ստացվում մեր մեծերի խոսքերով ուրեմն անկարող վիճակ, անուղի, անուղեցույց վերածվել ենք մի հայ զանգվածի, որը չգիտի ուր է գնում, որը չգիտի ինչպես պետք է գնա եւ գնում է իրեն մատուցված ճանապարհով եւ այս ամենը ունի երկու կարևորագույն համակարգային պատճառ։ Մի պատճառը դա մեր հոգևոր կուրությունն է եւ հոգևոր եւ մտավոր կուրությունը իրար հետ երկու պատճառները Թումանյանի խոսքերով, բայց ես կասեի այսպես, հոգևոր մեր սնանկությունն է եւ քաղաքական սակավամտությունը որպես մտավոր ուրեմն կուրության կոնկրետացում։ Այսինքն մենք քաղաքականության մեջ խորագիտություն չենք մտցնում։ Մենք քաղաքականությունը եւ կառավարումը իրականացնում ենք այն գիտելիքներով, որոնք համապատասխան տեղից մատուցվել են մեր կրթական համակարգին եւ այն կարեւորագույն գիտելիքները, որով պետք է մատուցեինք, ստեղծեինք մեր կառավարումը եւ մեր պետության մոդելը, դրանք արգելվել է բուհերում։ Եվ մենք ընդհանրապես բավարարվել ենք այդ բուհում մատուցված թերի գիտելիքներով, որը սպասարկում է ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերը, ոչ թե հայ ժողովրդի շահերը, այլ ուժերի, հիմա ես կասեմ ինչ ուժերի։ Այսինքն մենք
մեր կյանքի ու գործի մեջ չմցրեցինք Աստծո կամքը, լինելով քրիստոնյա ժողովուրդ, առաջինը պետականորեն ընդունած քրիստոնեությունը։ Մենք հոգևոր արժեքներով եւ քաղաքական մտքով չքննեցինք մեր կյանքն ու գործը, գիտական մտքով մեր քաղաքական կյանքն ու գործը։ Մենք հոգևոր, ուրեմն մակերեսայնության, մտավոր մակերեսայնության մոտեցանք մեր կյանքին ու գործին ու ստացվեց այս վիճակը։ Եվ հիմա ինչի առաջ ենք կանգնել, մենք չենք պատկերացնում, չենք հասկանում մեր բաների ընդհանուր այս ողբերգության պատճառները եւ դրանից կուրությամբ խարխափում ենք այս վիճակի մեջ եւ մեր հույսը դրել ենք Հայկ Ասատրյանի ասած իրերի երազային դասավորումներին։ Հիմա փորձենք մենք հասկանալ որն է այն գլխավոր պատճառները, որ ներկայացրեցի ես հատկապես ուրեմն հոգևոր սնանկությունը եւ քաղաքական սակավամտությունը, որ մեր ամբողջ 91 թվականից սկսած բոլոր իշխանությունների մոտ դա եղել է, հիմա ես կասեմ, կբացատրեմ եւ դա ապացույցները կներկայացնեմ։ Հիմա 1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը ընդունել է ոչ թե մեր անկախության հռչակագիրը, ընդունել է վերպետական հռչակագիր փաստաթղթի ներքո վերպետական իշխանության կոչվում է աշխարհայացքային գաղափարախոսական գլխավոր միջոցը կամ թույլ է տվել, որ իր երկրում գաղափարախոսական տրոյական ձիու ստրատեգեման իրականացվի, այսինքն գաղտնի պլանը իր երկրի ներսում։ Հայաստանին պարտադրվել է, կոչվում է վերպետական իշխանության հայեցակարգ։ Այդ հայեցակարգը դա ինքը սպասարկում է աշխարհի էլիտա իրեն հռչակած երկու խոշոր խմբերի, դա ֆինանսական, տնտեսական էլիտան է եւ իրենց մտավոր էլիտա հռչակածները, բայց դրանք իրականում ճակերտավոր հոգեվոր էլիտա են, հակաստվածային, դրանց ստեղծած հայեցակարգն է։ Այդ հայեցակարգը ստեղծվել է կոնցեպտի է վերածվել, այսինքն որպես մտադրությունների համակարգ, որպես այդ մտադրություններն իրականացնող ուրեմն սկզբունքների համակարգ, ինքը ձևավորվել է 1700-ականի սկզբերին եւ աշխարհը գրավելու հայեցակարգն է դա եւ դրան ենթակա ստեղծվել են 12 հիմնական փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերով գնացել է աշխարհի դեմ դիվերսիայի, քաղաքակրթական դիվերսիայի process եւ 91 թվականին մենք ընդունելով ժողովրդավարություն հասկացությամբ վարագույրված վերպետական իշխանության հայեցակարգը երկիրը փուլերով հասցրել ենք այս վիճակի։ Ինչ է տեղի ունեցել, ինչ այս հայեցակարգը ինքը որպես համակարգ մտադրությունների եւ դրանք իրականացման սկզբունքների ունի երկու կարևորագույն հատույթ։ Սա գաղտնիքն է կառավարման մեջ գլոբալ պետություն ղեկավարելու եւ պետությունը լարվածության դրսևորման էսկալացիայի դրսևորումներից պաշտպանելու, վտանգներից սպառնալիք։ Պարոն Սարիբեկյան, մի ճշտող հարց։ Ինչու այս ծրագիրը հնարավոր եղավ 91 թվականից հետո իրագործել։ Արդյոք խորհրդային տարիներին սա հնարավոր չէր։ Ոչ, խորհրդային տարիներին Որն էր պատճառը։ ինքը խորհրդային պետությունը ինքը ստեղծված է եղել է հայեցակարգով, բայց խորհրդային պետությունը ընթացքում ինքը վերափոխվել է որոշ հայեցակարգից շատ բանով դուրս է եկել եւ այդ ժամանակ ինքը այդ հայեցակարգը սպասարկող բանը ֆունկցիա չէր կատարում մանավանդ վերջի տարիներին դա ես չեմ ուզում մանրանամ Ստալինի ֆունկցիաների ես մեկի ֆունկցիաները մեկի բայց ընդհանուր ինքը խորհրդային միությունը այդ process-ի այդ հայեցակարգի իրականացմանը ուղղված քայլեր ինքը չէր տանում, ինքը խոչընդոտ էր, դրա համար իրեն քանդեցին։ Իրեն ավելի շուտ պետք է քանդեին, դե որոշ խոչընդոտներ ա եղել, որ ավելի շուտ չի ստացվել։ Հիմա, բայց այս 91 թվականից իրենք 90 թվականին ստեղծեցին Վենետիկի հանձնաժողով կոչվածը կամ ժողովրդավարություն իրավունքի միջոցով 90 թվականին, որ հետ սոցիալիստական երկրներին կամ հետ խորհրդային տարածքի երկրներին կարողանան հեշտ տրանսֆորմացնել, բերել վերպետական իշխանության հայեցակարգի իրականացման միջոցների համար մատչելի դաշտ։ Իսկ դա միայն Հայաստանին է հիմա վերաբերվում։ Ոչ, դա արվել է եւ Եվրոպայի նկատմամբ դա համաշխարհային մասշտաբի ծրագիր է։
Հիմա մարդիկ, որ լսում են, կարող են ասեն, այդ համաշխարհային մասշտաբի ծրագիրը, եթե կա այդ, որ մենք ոնց կարանք դրա դեմ պայքարենք եւ այլը, դրա բոլոր միջոցները կան, դա շատ հանգիստ կշռադատված մոտեցում է եւ գիտելիքները ճիշտ օգտագործելով է լինում, բայց դա կատարվել է եւ Եվրոպայի նկատմամբ, եւ Եվրոպայի վիճակը, որ դուք տեսնում եք, այդ հայեցակարգի արդյունքն է նաեւ, եւ ուրեմն հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ է կատարում եւ այլը, բայց մենք ես չեմ ուզում մտնեմ ուրիշ երկրների դաշտ հիմա մեր խնդիրն ինչն է, մեր խնդիրն է երկու հատույթ կա, շատ կարևոր բան կա այստեղ։ Այս հայեցակարգը ինքը իրականացվում է երկու բլոկով, երկու բաղադրիչ ունի։ Մեկը դա կոչվում է լայն իմաստով հասարակարգային հատույթ եւ պետության, այսինքն պարտադրվում է հասարակարգ ձեր տնտեսության, քաղաքական հիմքերը, սոցիալական հարաբերությունների հիմքերը պարտադրվում է եւ հարաբերությունների սկզբունքներն է պարտադրվում գաղափարախոսությամբ։ Եվ հատկապես այդտեղ պետաիրավական ռեժիմը, որի անունն է ժողովրդավարություն եւ պետական կառավարման ձևը, որը ուրեմն ընդունել ենք մենք, այդ երկուսը, այդ հանրապետություն եւ ուրեմն ժողովրդավարություն, դրա հետևում ուրիշ process է, ուրիշ համակարգ է։ Դա ինք ամբողջ այդ հայեցակարգի մեջ նշվում է եւ հանրապետությունների ոչնչացման փուլերը եւ ժողովրդավարություն վարակույրված այդ ամբողջ գործիքը օգտագործելու ամբողջ ընթացքը, մեխանիզմը, ամբողջ ինչպես պետքա ոչնչացնեն պետությունը, ինչպես պետքա մարդու էությունը ոչնչացնեն, ազգերին իրենց հիմքերից կտրեն եւ այլը եւ այլը եւ այլը։ Հիմա երկրորդ հատույթը առաջին ուրեմն լայն իմաստով հասարակարգայինն էր, որտեղ հատուկ հատկապես ուրեմն պետաիրավական ռեժիմը ժողովրդավարություն անունը կրող։ Երկրորդ հատույթը դա աշխարհառազմավարական, աշխարհաքաղաքական հատույթն է, այսինքն դա արդեն ֆիքսված տարածքների վրա մակրոտարածաշրջանների կարևորությունը, դրանցում նախատեսված գործողությունների մասին է խոսքը։ Գոյություն ունեն գեոստրատեգիական ամբողջ պլանավորումներ, որոնք վերաբերում են ամբողջ եվրասիական մեծ մակրոտարածաշրջանին, թե ինչպես պետք է ինչ անեն 1800 թվականին, 1900 թվականին եւ այլը եւ այլը։ Ճիշտ է, բաներ կան, որ չի ստացվել, բաներ կա, որ չի ստացվել ու ուզում են շարունակեն, ուզում են հասնեն այդ նպատակներին։ Եվ այս երկու հատույթի առանձնահատկությունների իմացությունն է, որ տալիս է երկու հատույթով գործելու ռազմավարություն իրականացնելու, որ տալիս է այն հարցերի պատասխանը, թե իրականում ինչի մենք հասանք, մեր ժողովուրդը հասավ բարեկեցության այս մակարդակի, մեր երկիրը ինչի հասավ այսպիսի խոցելիության, ինչպիսի անվտանգային այսպիսի շատ վատ ռեժիմի մեջ մտանք մենք, ինչու արդ հատկապես շեշտում եմ գեոստրատեգիական պահով ծրագրերով պայմանավորված Արցախի հայաթափումը։ Դա ոչ թե Թուրքիայի ծրագրերն են միայն, դա Թուրքիայի շահերն են եւ Ադրբեջանի, պարզ է դա, պանթուրքիզմի, պանթուրանական այդ գաղափարախոսության առումով, բայց այս process-ները չէին լինի, եթե դա չհամատեղվեր վերպետական իշխանության մեծ միջին արևելք մակրոտարածաշրջանում նախատեսվող փոփոխությունների վերափոխումների դաշտի մեջ։ Այսինքն մենք որքան էլ որ պայքարենք եւ փորձենք ներքաշվել այդ ռազմական գործողությունների մեջ, ինչպես մեր ասում են Հայաստանը մենակ թողեց Արցախին եւ այլը, մեկ է ոչինչ չի ստացվելու, այս ծրագիրը ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ուրեմն պետության ղեկավարությունը, կառավարիչները իրենք հասկանում են, թե ընդհանրապես ինչ խոշոր գերպլաններ կան, որոնք իրենք կարող են իրենց ենթարկել նույնիսկ մակրո տարածաշրջանի խոշոր պետությունների, առաջի կարգի պետությունների շահերը եւ դրանով մեծով պայմանավոր, ավելի մեծ բլոկով պայմանավորված լինի կոնկրետ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները, իրանք եթե չեն հասկանում, թե ինչ ավելի մեծ կոնցեպտ կա եւ այդ կոնցեպտի ու մյուսի իրականացման մտահղացումները, ծրագրերը դրանք չեն հասկանում եւ չեն գնահատում այդ դրա դեմ պաշտպանության գնահատումը խնդրեմն ինչ է, խնդրեմը 4 բաղադրիչ ունի. ձևակերպում, հիմնավորում, գնահատում եւ կառուցվածքավորում։ Դու պետքա քո պաշտպանելու, քո երկիրն ապահովելու, Արցախը հայկական պահելու
պրոբլեմը գնահատես եւ այդ պրոբլեմի լուծումը կառուցավորես, դու պետք է խնդիրները կառուցավորես եւ ճիշտ ռեսուրսներ առանձնացնես։ Հայաստանի ղեկավարությունը թեև ունեցել է մարտական ռազմական մեծ հաջողություններ, դա մեր ազգի ազգային ուրեմն մեծ շնորհն է եղել, բայց մենք չենք կարողացել քաղաքականապես եւ ռեսուրսը ապահովվածություն ճիշտ ստեղծենք եւ ռեսուրսները ճիշտ բաշխենք եւ այդ ընդհանրապես ճիշտ կառավարելով համակարգային մոտեցում ցույց տալով մենք կարող ենք այսօր Արցախը ունենայինք մեր հայկական լիներ եւ ավելի հզոր լիներ եւ ունենար մոտավորապես ամենակիչն եմ ասում 500,000 բնակչություն։ Դա պետք է լիներ, դա կլիներ այն դեպքում, երբ որ Հայաստանը ստեղծեր իր պետության, իր ազգին առանձնահատուկ պետական մոդել։ Մենք վերցրեցինք վերպետական իշխանության հայեցակարգը, մենք վերցրեցինք իրենց կողմից մեզ պարտադրված պետության մոդելը, վարակույրված, այսպես ասած, ժողովրդավարություն, խիստ վտանգավոր միջազգայնացված ուրեմն այդ մոդելը վերցրեցինք, այդ հասկացությամբ վարակույրված եւ մենք եկանք հասանք այսօրը եւ ինչ կատարվեց։ Այդ հայեցակարգը ինքը ունի իր միջոցների համակարգը, շատ կարեւոր բաներ եմ ասում։ Միջոցների համակարգը ինքը ունի կառավարչական խորամանկ հնարքները, գործողությունների այդ ամբողջ մի կասեմ որն են հնարքները, ինքը ունի հիմնական ակտորները, գործող ինստիտուտները, թե որտեղ ինչպես է գործելու որ երկրներում, ինչպես է օգտագործելու դրանց ուժը եւ այլը։ Եվ ինքը ունի 3 կարևորագույն ուրեմն այդ իրենց հայեցակարգը իրականացնելու համար ուրեմն 3 իրավական, գաղափարախոսական եւ հայեցակարգային հենքեր, որ պարտադրվել են մեզ։ Հիմա կասեմ որն են դրանք։ Ուրեմն առաջինը դա ժողովրդավարություն, ուրեմն միջազգայնացված այդ մոդելն է, որը այսպես ասենք մենք վերցրել ենք այդ մոդելը, մենք վերցրել ենք աֆրիկյան երկրներից մեկի սահմանադրությունն ենք արտագրել։ Հիմա իրավագետները գիտեն դա որ երկրի սահմանադրությունն է եւ փոխանակ մենք մեր երկրի առանձնահատկությունները հաշվի առնող, մեր թերությունները հաշվի առնող, մեր առավելությունները հաշվի առնող արժեքային համակարգը, մեր խնդիրները կանխատեսելով, փորձելով առաջ նայել որոնողական կանխատեսում գոնե անելով, մենք ստեղծենք այդ սահմանադրություն գրենք, բայց միջև այդ մենք պետք է գրեինք ազգային պետության հայեցակարգ, մենք չանելով, մենք վերցրեցինք ուրեմն այդ նույն վերպետական իշխանության կողմից տվյալ Աֆրիկային եւ հարկադրված սահմանադրություններից մեկը, որը իր հերթին վերցրել էր եվրոպական երկրներից մեկից, մենք վերցրեցինք ուրիշ երկրի սահմանադրություն, ընդ որում վտանգավոր հայեցակարգին ենթակա, պետության դեմ ուղղված, մենք վերցրեցինք 95 թվականին։ 2005 եւ 2015 թվականներին հատուկ Եվրոպայի երկրների դեպի իրենց ուրեմն ինքնիշխանությունից զրկող այդ այդ process-ի մեջ գցող այդ Եվրոպա ժողովրդավարություն իրավունքի միջոցով այդ հանձնաժողով Վենետիկի հանձնաժողովի ջանքերով, այսպես ասած, ուրեմն 2005 եւ 2015 թվականներին այդ սահմանադրությունները հարկադրվեց մեզ, որը բացարձակապես դրան կապ չունեն։ Դուք որակել եք որպես դավադրություն պետության դեմ։ Այո, դա պրակտիկ դավադրություն է։ Այն մարդիկ, ովքեր խորքային լուրջ իրական քաղաքականությունը գլոբալ մասշտաբի ծրագրերը որակում են դավադրությունների տեսություն, դրանք քաղաքական անմիտներ են։ Եվ այդպիսի անմիտներ եղել են մեր պետության կառավարման մեջ, որոնց մոտեցել են, հիմա իրանք եթե ինձ լսում են, Ընդ որում սահմանադրություն պետք է փոխենք։ Հիմա կասեմ սահմանադրության մասին։ Ուրեմն իրենք չեն հասկացել, որ եթե մարդիկ եղել են մարդիկ, որ զգուշացրել են, ես ասեմ տեղյակ եմ, որ այսպիսի վտանգավոր բաներ կա, այդ մարդիկ հեգնական ժպտացել են եւ լուրջ չեն ընդունել, չհասկանալով, որ 91 թվականից իրենք պրակտիկ դավադրության մեջ են
եւ ինքը փուլերով գեներացվել է եւ ամեն նոր իշխանություն ինքը իր երկրի դիմադրողականության, իր երկրի առանձնահատկություններին համապատասխան ինքը ռեալիզացրել է այդ հայեցակարգի կողմից նախատեսված միջոցները իր երկրի դեմ, ինքը նույնիսկ չի պատկերացրել, թե որ ինքը եթե այս կամեն օգուտը տալիս է, այդ օգուտը ինքը զիջում է այդ մոդելով տվյալ երկրին տված վնասների չափին։ Եվ հիմա ուրեմն ես ուզում եմ շեշտեմ, որ ձեզ չթվա, որ նախագահական հանրապետությունը դա ինչ որ լուծում է, ոչ։ Նույն նախագահական հանրապետությունը նույն ձևով գեներացրել է այդ հայեցակարգի process-ը եւ բերել հասցրել է այն վիճակի, որ արդեն հնարավոր է եղել վերպետական իշխանության կողմից Արցախի հետ կապված ճնշում գործադրել եւ իշխանությունը փոխանցել, հարկադրել այս իշխանությանը։ Այդ վերպետական իշխանության կողմից դրված մոդելով է եղել դա եւ նաեւ այն միջոցներով, որի մասին ես հիմա Այսինքն դա գաղտնի ծրագրի մի մաս է, որ իրականացվեց 2018 թվականին։ Դա ամբողջ ծրագիրն է մեր երկրում նաեւ իրականացվող։ Նաեւ մեր երկրում իրականացած, դա չի նշանակում, որ մեր երկրում է, դա գլոբալ մասշտաբով ծրագիր է, բայց եթե դու ուզում ես այս աշխարհում քո տեսակը պահես, քո հայրենիքը պաշտպանես, ապահովես, ուզում ես ազդեցիկ ուժ լինել, մանավանդ որ հայը իր պոտենցիալով դա առանձնահատուկ ազգ է, իր գենետիկ ուժով, եթե դու այդ ամեն ինչը ունես, դու ինչի ես գնում վերցնում ուրիշ հայեցակարգեր եւ բանալ։ Եվ հիմա ուզում եմ խոսեմ այդ սահմանադրական բարեփոխում կոչվածի, փոփոխություն կոչվածի հետ կապը։ Դա բացարձակապես ոչ մի կապ չունի Հայաստան պետության սահմանադրության հետ եւ եթե մինչև հիմա այստեղ կարևոր է, ուրեմն հասարակարգային եւ պետաիրավական ռեժիմի հարկադրված ռեժիմի այս կամ այն վարիացիան մոտեցնում էին վերպետական իշխանության դե յուրե իշխանության հաստատմանը վերպետական իշխանությունների հետ կոչված էլիտայի իրենք մոտեցնում էին, այսինքն դրանք ֆորմացիոն հատույթներ, հասարակարգային հատույթներ այդ պահին։ Հիմա արդեն մեր առաջին անգամ սահմանադրության մեջ, եթե մի փոքր հաշվի առնենք նաև նախկին սահմանադրությունը, որ փոփոխվել է նախկին ղեկավարի կողմից, որ հնարավորություն ստեղծվի իշխանությունը փոխանցելու այս անձին, նախկին սահմանադրությունը խորհրդարանական է դարձվել, որ իշխանության փոխանցման հնարավորություն տրվի այս անձին, որը հիմա իշխանության է։ Դա հատուկ է արվել, դա չի արվել ուրիշ բանի համար։ Դա նաև դրա հետ մեկտեղ էլի մոտարկել են համաշխարհային սահմանադրության ընդհանուր բանին, էությանը, որ հետո հեշտ լինի աշխարհի համար նախատեսված 150 պետություն առաջի փուլում պետք է հարկադրեն։ Հիմա, բայց այս սահմանադրությունը արդեն գեոստրատեգիական մոտիվացիա ունի, այսինքն ինքը Հայաստանի ոչնչացման ուղղված մակրո տարածաշրջանում մեծ միջին արևելք բեկման գոտում մեծ քաոտիկ տրանսֆորմացիա իրականացնելու, որի մեջ ուզում են ներգրավեն Իրանին, Արցախի տարածքում, Հայաստանի տարածքում, Թուրքիային եւ Ռուսաստանին, դրա հետ կապված փուլ է Հայաստանի սահմանադրության տվյալ անձի, որը իշխանության է այսօր, ուրեմն նախաձեռնություն, դա բացարձակապես ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, Հայաստանի սահմանադրությունը պետք է Հայաստանն ունենա սահմանադրություն, բայց բացարձակապես այլ հիմքերով Հայաստանի սահմանադրությունը պետք է լինի ազգային պետության հայեցակարգը, նախ պետք է ընդունվի այդպիսի հայեցակարգ ազգային գաղափարախոսության հենքով եւ ընդեղ էլի կարեւոր բաներ կա, որ ինքը պետք է մեջը ֆիքսված լինի, դա նաև վերպետական իշխանության հայեցակարգի իրականացման հակակշիռ դրույթներն են, այդ մեր հայեցակարգի մեջ պետք է լինեն, էլի բաներ կան, դա պետք է ընդունվի, նոր դրա հիման վրա ընդունվեն մեր 3 գլխավոր փաստաթղթերը։ Մեկը սահմանադրությունն է, մեկը ազգային անվտանգության ռազմավարությունն է, մյուսը ստրատեգիական զարգացման ծրագիրն է։ Այսինքն դուք նշում եք այն մեթոդները, որը հնարավորություն կտա այս իրավիճակում պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Հիմա չէ, ոչ թե մեթոդները այլ են։ Մոտեցումն եմ ես ասում, այսինքն այս ինչ եւ այս մարդու ուրեմն սահմանադրությունը, որ փոխում, ասա գիտեք ինչի է նման։ Այն ժամանակ մեր ընդունած սահմանադրությունը, որ մենք ընդունել ենք 95 թվականին, դա նման 95, 2005, 2010, դա գիտեք ինչ է, ոնց որ սորուն ավազների վրա դու ուզենաս տուն սարքես, հիմքերը գցես այդ ավազների վրա, այդ ավազը դու կարաս այդ շենքը սարքես, կամ իսկ սրա փոփոխությունները, այս վերջի փոփոխություն, որ ուզում անի, դա նախ
ազգը կարծում եմ պետքա որ թույլ չտա, ես չգիտեմ ինչ կազմակերպչական գործընթացներ կարան լինեն եւ պետք է որ արվեն, բոլորս մենք պետք է փորձենք անենք այդ ամեն ինչը, բայց պետք է տապալել։ Իհարկե, սա գիտեք ինչ է, ոնց որ սառնամանիքին տկլոր մարդուն գցես կրակի մեջ, ասես այդտեղ տակ է այդ կրակի մեջ, խարույկի մեջ։ Այս նույնն է սահմանադրության ընդունումը։ Եվ վերջեր 2 օր առաջ տեսա այդ անվտանգության քարտուղար կա, Արմեն Գրիգորյանը։ Ասում է Հայաստանում բոլոր սահմանադրությունները ընդունել են ներքին դրդմամբ, ներքին փոփոխությամբ, ներքին մոտիվացիայով, ներքին իմպուլս ունեն, այսինքն ներսից է։ Բացարձակապես ոչ։ Ցավոք սրտի շատ վատ է, որ ազգային անվտանգության ծառայության ղեկավարը տեղյակ չի, ընդհանրապես ինչեր են պարտադրվում երկրներին, ինչ բանը ուղիներով, ինչ կանալներով եւ այլ եւ այլ։ Եվ բացի այդ, ուրեմն ես ինչ ասեցի, առաջին ուրեմն իրավական հենքի մասին խոսեցի, բայց գոյություն ունի մի շատ կարևոր բան, չափազանց կարևոր բան, այդ վերպետական իշխանության հայեցակարգ կոչվածը ինքը իր իրականացման հնարավորություններ տվող մի չափազանց կարևոր փաստաթուղթ է կայուն զարգացում հայեցակարգ կոչվածը, որը գաղտնի ստրուկտուրայի, գաղտնի նկատի ունեմ ոչ թե գաղտնիա չգիտեն դրա մասին, այլ ինքը գաղտնի պլաններով է գործում, գաղտնի նպատակներով է գործում, թաքցված են այդ նպատակ հողարկված, բանա, այսպես ասած, հայեցակարգային գաղափարախոսական միջոցներ են դրանք կոչվում, դրանցից մեկը կայուն զարգացման հայեցակարգն է։ Այս հայեցակարգը ինքը 68 թվականին ստեղծված Հռոմի ակումբն է գրել դրա շրջանակում, որը աշխարհի էլիտայի կողմից հսկայական միջոցներ է ստանում եւ աշխարհին խաբելու գաղափարներ է մշակում եւ դրանցից ամենահաջողվածը կայուն զարգացման հայեցակարգն է։ Հայաստանը 92 թվականին ամբողջ աշխարհի երկրներին են հարկադրել այդ հայեցակարգը եւ Հայաստանը նույնպես ընդունել է եւ մեր պետության ուրեմն տնտեսության քանդվելը կապված է հատկապես այս հայեցակարգի 92 թվականին ընդունելուց եւ նաեւ այս հայեցակարգով մեր դեմ ուղղորդ համաշխարհային բանկի, որը վերպետական իշխանության հայեցականի այդ իշխանության գործիքն է, համաշխարհային բանկի հարկադրանքով Վաշինգտոնյան կոնսենսուսը։ Համաշխարհային բանկը 1992 թվականին Հայաստանին պարտադրել է Վաշինգտոնյան կոնսենսուս համաձայնագիր եւ դրանով մեր տնտեսությունը ուղղակի քանդու քարափ են արել։ Ամբողջ նաեւ նկատի ունեք։ Այդ պահին պարտքը չէ, այդ պահին սովետական միությունից, խորհրդային միությունից ստացած ժառանգությունը ոչնչացնելու գլխավոր բանն է եղել եւ ցավոք սրտի այն ժամանակվա իշխանավորները, իմ չեմ ուզում դրանց անունները տամ, միջև մի էլ չեն հասկացել, թե իրանց ձեռնարկած այդ սեփականաշնորհման գործընթացը, այդ հապճեպ, այդ չգիտեմ ինչի համար է պարտադրվել, ինչ հետևանքներ է ունեցել, ու միջև հիմա չհասկանալով համաշխարհային բանկի արժույթի միջազգային հիմնադրամի եւ միջազգային այլ գործիք կազմակերպությունների հարկադրանքները խորհուրդների ձևով, այսպես ասած, ներկայացնում են եւ դրանով պարծնում, որ դրանց մասին տեղյակ են։ Ցավոք այդպես է։ Եվ հիմա ուրեմն Հայաստանի ուրեմն ազգային անվտանգության հայեցակարգի հետ կապված եմ ես հիմա ուզում եւ բայց ասեմ, այս կայուն զարգացման հայեցակարգը հիմա մեր ամբողջ զարգացման ծրագիրը, որ կա, ընդհանրապես ծրագրերը գրվել է սրա հիման վրա։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ մի հատ աշխատություն եւ ուզում եմ ուշադրությունը հրավիրեմ ազգային անվտանգության ծառայության, որ իրականում ֆունկցիոնալ է, ես չգիտեմ ինչա, ինքը ինչ կա, չկա, չգիտեմ, չեմ տեսնում որ կա։ Ամեն դեպքում այդ աշխատողները գուցե այնտեղ կարող է 1-2 հայրենասեր մարդ լինի, 1-2 շատ չէ։ Գոնե դրանց համար։ Եվ նաեւ բոլոր այդ կուսակցություն կոչվածներին այդ պետությունը այսօր բանը այսպես ասած պետության sense ասենք գլխին հայտնվածներին եւ այլը իմանան, որ դուք իրականացնում եք վերպետական իշխանության չափազանց վտանգավոր ուրեմն հայեցակարգը, որը ձեզ պարտադրված է կայուն զարգացման անվան տակ եւ դրա ամբողջ բլեֆները, ամբողջ վտանգները, տված վնասները բացահայտող այս աշխատությունը դրեք կարդացեք։ Այն ղեկավարները նորմալ երկրներում այդ ղեկավարները, որոնք ուրեմն նման աշխատություններին ծանոթ չեն, նրանք իրավունք չունեն ընդհանրապես հայտնվելու պաշտոններում։ Դա Պավլենկոյի Միֆի устойчивого развития գիրքն է,
Սա մի հանճարեղ լուրջ աշխատություն է, ամբողջ վերպետական իշխանության ուրեմն հայեցակարգը բացահայտող, գլխավոր պետությունն ոչնչացնող տնտեսապես, սա 4 դեի ապայի ծրագիր է։ Այսինքն սա այն գրքերն են, որոնք դուք ասում եք բուհերում հնարավոր չի եղել ուսումնասիրել։ Ոչ, սա բուհերում կայուն հասարակական զարգացումը մատուցվել է իբրև պետությունները զարգացնող, ոտքի կանգնեցնող, միջազգային լավագույն փորձը ընդունող եւ այլը, տարածող եւ այլ հայեցակարգ, նրա իրական այդ հայեցակարգի բովանդակության մասին երբեք չի ասվել։ Կայուն զարգացման հայեցակարգի ներդրումը Հայաստանում դա խիստ վտանգավոր process է, հսկայական վնասներ է բերել Հայաստանին։ Եվ ես չեմ ուզում մարդիկ ինձ հավատան, ես ուզում եմ իրենք ծանոթանան համապատասխան աշխատություններին եւ այդ աշխատությունների ուրեմն փաստարկները, այդ հիմնավորումները իրենք գնահատեն հսկայական ուրեմն փաստարկային դաշտ, փաստարկային հիմք, ուրեմն այս գրքի մեջ սա բավական լուրջ գիրք է, 900 մոտորապես էջանոց գիրք է եւ բոլոր ուրեմն այդ կառավարիչներ, կուսակցականներ, չգիտեմ ինչ, որպիսի մենք դուրս մեր երկիրը կարողանանք ոտքի կանգնացնել, մենք պետք է դուրս գանք այս հայեցակարգից եւ մենք ստեղծենք մեր ազգային պետության հայեցակարգը։ Նոր դրա հիման վրա մենք պետք է փոխենք մեր սահմանադրությունը, ազգային անվտանգության ռազմավարությունը եւ ստրատեգիական զարգացման ծրագիրը։ Ընդ որում, ուրեմն ազգային անվտանգության ռազմավարությունը ինքը պետք է ունենա գաղտնի հավելված։ Հիմա ես շարունակեմ մյուս կարևոր բանը ուղղությունը։ Ես հիմա խոսեցի կայուն զարգացման հայեցակարգի մասին, խոսեցի, այսինքն հայեցակարգային այն շղարշի, որով ամբողջ իրենց հայեցակարգն իրականացնելու հնարավորություն է տալիս, սա 4 դեի հայեցակարգ է կայուն զարգացումը՝ դեինդուստրիալիզացիա, դեպոպուլյացիա, բնակչության թվաքանակի կրճատում, դեսոցիալիզացիա, ամբողջ սոցիալական հարաբերությունների ինտեգրատիվ ներդաշնակության դեմ ուղղված համակարգ է սա, գործընթաց է, եւ դեսուվերենիզացիա, պետության ինքնիշխանության դեմ։ Այն ինչի հետ այսօր մենք Այո, սա ամբողջը արվում է այս հայեցակարգով։ Եվ Վաշինգտոնյան կոնսենսուսը, որ 92 թվին ընդունել ենք, այս հայեցակարգի հարկադրանքով ենք ընդունել, կոնկրետ օգտագործվել է համաշխարհային բանկի ֆունկցիաները, այսպես ասած, իրենք են արել։ Դրանից մյուսը ես ուզում եմ խոսեմ մեր ազգային անվտանգության ռազմավարության մասին։ Տեսեք, երկուսն ասի, առաջին իրավական, երկրորդը հայեցակարգայիններ, իրավական սահմանադրություններ, հայեցակարգայիններ, երկրորդը եւ ուրեմն սա արդեն պրակտիկ ուրեմն ազգային անվտանգության ռազմավարության նաև ինքը եւ հայեցակարգային այելի եւ գաղափարական է մեր ուրեմն ազգային անվտանգության ռազմավարությունը ընդհանրապես ասում են հայեցակարգ ռազմավարություն ծրագիր, բայց ռազմավարությունը ինքը երկու իմաստ ունի, սա այսպես ասած հայեցակարգի ու ծրագրի միջանկյալ փաստաթուղթ է, զուտ իրականացման պրակտիկայի մեջ ներդրելու առումով ինքը ավելի շատ սա ծրագիր չի, սա ռազմավարություն է։ Լայն իմաստով կարելի ասել հայեցակարգն է։ Ուրեմն ինչ է կատարվել։ 2007 թվականին Հայաստանն ընդունել է հաստատվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որի հիմք է ծառայել այն գլխավոր առաջի հատույթը, որ ես ձեզ ներկայացրի, հասարակարգային հատույթը, կառավարման այդ ձևի, ընդհանրապես կառավարման ձևի, պետության մոդելը հիմքում է դրված եւ այդ պետության մոդելի ուրեմն այսպես ասած ներսում գոյություն ունեցող վտանգները ինքը չի ներկայացված ընդհանրապես այդ բանում եւ ինքը մոդելը համակարգ որպես ներկայացվում է որպես մյուս գլխավոր լարվածության էսկալացիայի դրսևորումներից, վտանգներից, սպառնալիքներից, մարտահրավերներից, ռիսկներից պաշտպանվածության երաշխիք, այսինքն դրականով է ներկայացված։ Այնտեղ ինքը իր ներսում ունի վտանգներ, սպառնալիքները ամեն ինչը անտեսված է համակարգ որպես, ինքը ներկայացվում է որպես ու դրա հիմքի վրա ուզում է անվտանգության համակարգ ստեղծի Հայաստանում ու անվտանգություն ապահովի, դա չի կարող լինի։ Դա է ամբողջ բլեֆը եւ ինչա կատարվել 2007 թվին
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը գրվել է ամերիկյան միակայլ մոտեցմամբ, կարող է նաև ուրիշ մոտեցում, կա եվրոպական, հաճախ այդ եվրոպականը տրանսֆորմացրել են նաև ռուսականի հետ, ասում են եվրոպական ռուսական նաև։ Հիմա, բայց ոչ մեկը հաշվի չի առնում վերպետական իշխանության, ուրեմն պետությունը քանդող, մարդու դեմ գործող եւ այլը խութային այդ համակարգային այդ բաները ինքը հաշվի չի առնում։ Եվ ինչա կատարվել։ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը ընդունվել է, այսինքն մոդելը չի փոխվել, նրանց գլխավոր հաջողությունը մոդելը որ մնալն է, որ այդ մոդելը չի փոխվել եւ այդ մոդելով իրանք ուրեմն այդ ռազմավարությունը հաստատվել է եւ այդ ռազմավարությունը մինչեւ Հայաստանում հաստատվել է ամերիկյան պաշտպանության ազգային համալսարանում է հաստատվել մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, հետո նոր Հայաստանում, այսինքն ես ինչ գործ ունի ամերիկյան ռազմավարական պաշտպանության ռազմավարական համալսարանը, որ քեզ ուղղորդի, թե դու ինչ ռազմավարություն գրես։ Իսկ այդ ինստիտուտները, դրանք բոլորը վերպետական իշխանության գործիքներ են, դրանք թաքցնում են գլխավորը, այսինքն մոդելային վտանգը Եվ մոդելը ինքը դու ընդունում ես քեզ հрамցրել է որպես դրական, որպես երաշխիք քո զարգացման, բայց ինքը քեզ փուլերով ուղղված է գլխավոր ատրիբուտներին եւ պետականության, եւ ընդհանրապես հասարակության, եւ ամեն ինչին։ Եվ ինչ է ստացվել։ Դրանից հետո եղած է բանը, ինչ փոփոխություններ այդ Այս վերջերս, որ այս իշխանությունը եկավ փոխեց այդ ազգային անվտանգության ռազմավարությունը, դա էլ բացարձակապես ոչ մի բան հաշվի չի առնում այդ բաները եւ այս մեկը այս ազգային անվտանգության այդ ինչ էր քարտուղարը, ասում հիմի պետք է փոխենք այդ ռազմավարությունը, բայց չգիտեմ ինչի կփոխվի։ Այսինքն դուք պատկերացնում եք պետության ազգային անվտանգության քարտուղարը, ասում է պետք է փոխենք մենք սահմանադրում, բայց հիմա չեմ կարող ասեմ ինչ պետք է փոխենք։ Բայց եթե փոխում ես ու մի բան գլխավոր բան կա, չէ՞ որ ինչ որ նպատակով դու փոխում ես։ Դու այդ նպատակը, ինչի ես նպատակդ այդ դրել, ինչ ես ուզում դրանով հասնել, գոնե այդ չես կարող ասել։ Ուրեմն ինչա տեղի ունեցել։ Տեղի է ունեցել Հայաստանին, ուրեմն իրավական հայեցակարգային գաղափարական հարկադրանքի 91 թվականից, որը process է գեներացրել Հայաստան պետության դեմ, Հայաստանի Հանրապետություն Այս այդ հանրապետությունը մի քիչ ուրիշ ձև եմ ընդունում, որտեղ իրանց ծրագրի մեջ է այդ հանրապետություններով խաբել եւ այլն։ Հիմա այդ ընդունել են այդ ամեն ինչը եւ ինչա կատարվել, նայեք, այս շատ հետաքրքիր բան կա։ 91 թվականին տրոյական ձիու ստրատեգեմա կիրառվեց Հայաստանի նկատմամբ, այսինքն գաղափարը մցվեց, գաղափարով գայթակղեցին, այսինքն դրվեց հիմքը իրենց կողմից պետությունը գրավելու եւ իրանց ծրագրի մեջ ինչ է գրված հայեցակարգի մեջ։ Ասում է, եթե մենք ուրեմն մեկ սերունդ, իսկ մեկ սերունդը 20-ից 25 տարին է։ Լավ աշխատենք, ասում է տվյալ երկրում, որտեղ աշխատում ենք, այդ երկիրը մերն է։ 91 թվականից անցավ մինչև ուրեմն 2018 ուզում եք ասեք 2015, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հայտարարեց, որ լինելու է հեղափոխություն, արդեն որոշված էր, որ իշխանության փոխանցում պետք է լինի, այդ ընթացքում անցել է մոտավորապես կոպիտ ասած այդ հենց այդ մեկ սերունդը։ Եվ այդ մեկ սերունդի ընթացքում ստեղծվել է բոլոր հնարավորությունները, որպիսի վերահսկումից տիրապետման ռեժիմի տանեն Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ինչ տեղի ունեցավ 18 թվականին, 18 թվականին տեղի ունեցավ մի շատ կարևոր ուրեմն կառավարչական հնարքի, որը եկել է Չինաստանից, ստրատեգեմաներ են դրանք կոչվում, դա կոչվում է սպանել ուրիշի ձեռքով ստրատեգեմա։ Այսինքն ստեղծվեց հնարավորություններ նախկին իշխանության վրա գործադրելու Արցախյան խնդրի հետ կապված հատկապես եւ որպիսի իշխանության փոխանցում լինի Արցախի 7 շրջանների հանձնումը Մադրիդյան փաստաթղթի 3-րդ կետի հարկադրանքը, այսինքն կատարել հարկադրելու նպատակով։ Եվ նախկին իշխանությունը հրաժարվեց դա անել եւ որոշում կայացվեց դրսի հարկադրանքով, որ պետք է փոխանցվի իշխանությունը ուրիշ ուժի եւ 2015 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պետք է լինի հաղթական երթ 1+1 բանը քայլերքը շուրթերին եւ այլը քաղաքացիական պայմանագիր պետք է եւ այլը 18 թվականին Հայաստանի դեմ իրականացվել է
ուրիշի դանակով սպանելու ստրատեգիան երկիրը ոչնչացնելու համար նշանակվել է անց վերպետական իշխանությունների կողմից կիրառված կամպրոմատների մեթոդով։ Իրենք ունեն, ես հիմա միջոցների համակարգը կասեմ, որոնք են այդ միջոցների համակարգով։ Պարոն Սարիբեկյան, մեր ժամանակը արդեն սահմանափակ է, եթե կարող ենք այսօր որոշակի հարցերի շուրջ ամփոփումով կանենք, իսկ մնացած հարցերը, որոնք կմնան, մենք առանձին հաղորդում կնվիրենք։ Մենք 10 րոպե ժամանակ ունենք։ Եկեք բանը միջոցների մասին էլ ես Իհարկե, լսենք։ Ուրեմն ես ուզում եմ Այսինքն այն միջոցները, որոնք կիրառվում են մեր դեմ, մենք խոսեցինք այդ միջոցների մասին։ Միջոցները մի քիչ ուրիշ կարգ են, բայց ես ուզում եմ, քանի որ բերել եմ ցույց տամ, ուրեմն քանի որ մեր երկիրը ուրեմն գնում է, այսպես ասած, ուզում են տանել այսպես Եվրոպա, Եվրոմիությունը ուզում տա, ես ուզում եմ ասեմ, որ Եվրոմիությունը այդ վերպետական իշխանության հայեցակարգով նախատեսված, ուրեմն կարևոր, այսպես ասած, քաղաքակրթական իմիջը շահարկելով, իմիջով գայթակղելու եւ այդ հայեցակարգի դրույթները իրականացնելու գործին ծառայում Եվրոմիությունը։ Եվրոմիության ինտեգրացման գործընթացը սկսվել է մի կարևոր ծրագրով, որի մասին չեն խոսում։ Այդ Եվրոմիություն տանողների ուզում եմ ուշադիր լինեն այս գրքին եւ կարդան այս գիրքը, որը գրել է Եվրոմիության հիմնադիր հայր Ռիխարդ Նիկոլաուս Կուդենհոֆե Կալերգին, ուրեմն ինտերնետում կա գործնական իդեալիզմ գիրքը, 25 թվականին ուրեմն թարգմանված գիրք է, նոր է թարգմանվել ռուսերեն, կա այս գիրքը կարդացեք, կա նաև այդ նույնի ուրեմն անգլերեն տարբերակը, առաջի անգամ այս գիրքը գրվել է 1925 թվականին, 2025 չէ, 1925 թվականին եւ ուրեմն գրել է Եվրոպայի ինտեգրացնող գործընթացների հիմնադիր հայր Կուդենհոֆե Կալերգին եւ ինքը ֆինանսավորվել է վերպետական իշխանության ծրագիրը սպասարկող Վարբուրգների եւ Բարուխների ընտանիքի կողմից եւ 2025 թվականին վերպետական իշխանության գաղտնի ստրուկտուրաների ներսում ստեղծվել է մի ուրեմն կազմակերպություն, այդ կազմակերպությունը մեծ կազմակերպություն կոչվում է միջազգային հարաբերությունների խորհուրդ, դա աշխարհի էլիտայի ծրագրերը համակարգող եւ կարևոր կազմակերպություն է, նրա ներսում ստեղծվել է մի կազմակերպություն Եվրոպան ոչնչացնելու, Եվրոպայի քաղաքակրթությունը Ռիխարդ Նիկոլաուս Կուդենհոֆե Կալերգիի ուրեմն գաղափարներով, որոնք ներկայացված են այս գրքերում, թե ինչպիսին պետք է լինի Եվրոպան, որ եվրոպական պետությունների ինքնիշխանությունները պետք է ինչպես ոչնչացնել, ոնց պետք է խառնեն ազգերը տեղ, ինչեր պետք է ստեղծվի, որ ազգը պետք է տեղ էլիտա համարվի եւ ղեկավարի, ինչ քանդուքարա process-ներ պետք է անենք այդ Եվրոպայում եւ այլը եւ այլը։ Եվ այդ ամբողջ գործընթացը կազմակերպել է մի կազմակերպություն, իրականացնել է, որի անունն է Պանեվրոպական միության ամերիկյան միացյալ կոմիտե։ Այդ կոմիտեն ղեկավարել է այն ժամանակ ուրեմն Դագգատը ազգանունով ուրեմն մի մարդ, որը նաև ուրեմն ինքը եղել է նաև ամբողջ միջազգային հարաբերությունների խորհրդի ղեկավար։ Այնքան կարևոր է եղել Եվրոպայի ոչնչացումը, որ միջազգային հարաբերությունների խորհրդի ղեկավարը անձամբ ինքն այդ կազմակերպությունը ղեկավար եւ 25 թվականից process-ը գնացել է այդ process-ը, որ եվրոպական քաղաքակրթությունը ոչնչացնեն։ Եվրոպա, ես առանձին մի հատ հաղորդում կանենք, Եվրոպայի ամբողջ ստվերոտ իրականությունը, անատոմիան Եվրոպայի ոչնչացման ես կներկայացնեմ ամբողջությամբ։ Բայց այսօր ժամանակը քիչ է, հիմա Եվրոմիությունը Հայաստանի քաղաքական հակապատկեր է։ Եվ Եվրոմիությունը չի, որ Հայաստանին պետք է հնարավորություն տա, ուրեմն մեր, այսպես ասած, հոգևոր սթափությունը, արթնությունը, քաղաքական խորագիտությունը, իմաստությունը եւ այդ ամեն ինչի հիմքի վրա մեր ազգային պետության հայեցակարգի ֆիքսելը եւ մեր ռեսուրսներին պատասխանատվությամբ վերաբերվելով մեր ուրեմն դեպի էֆեկտիվ,
անվտանգ, զարգացած ամրոց ազգային քրիստոնեական ամրոց պետություն ստեղծել, ամրոց նկատի ունեմ ուժի իմաստով, եւ ոչ թե այս կամ այն պարտադրված ուրեմն երկիրը կործանող գաղափարներ կամ փաստաթղթեր ընդունել ու բան անել ժողովրդավարության փարոզ, այդպիսի փարոզ գոյություն չունի պատմության մեջ եւ չի էլ ունենալու երբեք, որովհետեւ գիտականորեն ապացուցված է ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն գոյություն ունենալ չի կարող, եթե դա ձեզ հետաքրքրում է, դա ընդհանրապես գաղափար է, պրակտիկայում այդպիսի բան չկա, ժողովրդավարության տնտեսական հենքով շահարկող կապիտալը ինքը արդեն փակում է ժողովրդի իշխանությունը, ժողովրդավարություն մոդելում դա բանը փողի իշխանությունն է անմիտ քանակի ուժի միջոցով բերելով ընտրությունների, իսկ այն փոքր, եւ մենք խոսել ենք դրա մասին, ես հիմա չեմ ուզում կրկնեմ, գիտակցված ընտրողներ, բաներ ուղեղ ունեցող, որ գիտի ինչ է ընտրում, դրանք շատ փոքր մաս են կազմում, հիմա այս եվրոպական բանի հետ կապված, քանի որ որպեսզի մեր հաղորդումը բանը լինի, ես ուզում եմ նաեւ միջոցների գոնե անուններն ասեմ, որ մենք հետո կբացենք այդ միջոցները անունները այսօր ասենք, ես ուզում եի նաև խոսեինք մեր թվային տրանսֆորմացիայի մասին, երբ որ հայտարարագրեր, էլեկտրոնային տրանսպորտ եւ այլը, դա խիստ վտանգավոր է եւ վերպետական իշխանության հայեցակարգի իրականացմանն ուղղված, նրանց դա չափազանց կարևոր գերակա միջոց է եւ մեր ազատությունների, մեր պետության ինքնիշխանության դեմ է եւ մարդիկ մենք այդ հաղորդումը շուտ կանենք, բավական շուտ, մենք հաջորդ շաբաթ կանրադառնանք այս իսկ ինչ վերաբերում ներքին քաղաքական դաշտի հետ կապված կարևոր բան եմ ես ուզում խոսեմ, ուրեմն հիմա Հայաստանում իրականացվում է բավարար թշնամության ստրատեգիան, կառավարչական հնարքը իշխանության կողմից, այսինքն նախկին իշխանությունների իշխանություն չփոխելու անբավարար իմիջը իշխանություն չփոխելու համար անբավարար իմիջը օգտագործվում է այս իշխանության կողմից իրեն իշխանությունը պահելու եւ դրսի հրահանգները կատարելու եւ իր իշխանությունը պահելու ընդհանրապես այն գործ անելու, որը ինչի համար ինքը եկել է դա եւ այս վիճակը ինքը Հայաստանի, այսպես ասած իրական երկիրը փոխող ռեսուրսին քաղաքական իրական պրակտիկ հնարավորություններ ստանալու կարևորագույն խոչընդոտ է։ Սա այսօրվա այդ կոչվում է ինքը բավարար թշնամության ստրատեգիա, այսինքն այդ թշնամությունը բավարար է, նախ քիչ իմաստով, երկրորդը բավարար է իշխանությունը պահելու համար։ Այն կառավարչի, որոնք կան։ Իսկ միջոցների համակարգի այդ վերպետական իշխանության գործիքների միջոցները ուրեմն հետևյալն են, որոնց միջոցով ուրեմն երկրների դեմ գործում են իրանք գլխավոր միջոցներն են։ Աշխարհայացքային գաղափարական միջոցը ժողովրդավարությունից բռնած միջև բան արած, այլ որ ասում են կոռուպցիայի դեմ պայքար, ստվերային տնտեսության դեմ պայքար, վերացում, այդ որ էլեկտրոնային գործիքները դնում է, այս տարբեր այդ կայուն զարգացում, չգիտեմ, առաջադիմություն եւ այլը, տարբեր մարդու իրավունքների ազատությունների պաշտպանություն, հումանիզմ։ Երկրորդը պատմական գործոնն է, ձեր աչքի առաջ, այդ որ տեղի է ունենում հիմա ձեր աչքի առաջ հիմա ինչ է տեղի ունենում մեր պատմական արմատներից բանը մեզ ուզում են հեռացնել գնալ ոչ թե պատմության ետևից այլ կյանքի ցեղասպանություն իրական գաղափարախոսություն էր ասում չէ իրական Հայաստանը այս Հայաստանը չի միայն մեր իրական Հայաստանը մեր ամբողջ հայրենիքն է հայկական բարձրավանդակն է եթե դա ձեզ ուրեմն ձեր գիտակցության մեջ չի մտնում եւ ինչ որ ձևով դուք հայտնվել եք, դուք ինքներդ գիտեք ինչպես եք հայտնվել իշխանության, դուք հո գիտեք ինչպես եք հայտնվել, որ ձեզ դուք ազգային արժեքների ժառանգությունը կրելով եւ մեծ ներդրում ունենալով արդյունքում չեք հայտնվել եւ այլ, դուք հայտնվել եք Հայաստանի դեմ փաստորեն դավադրության ծրագրի արդյունքում եւ դուք այսօր փաստորեն ինչ եք իրական Հայաստանը նենգափոխում եք այսօրվա այդ իրականից մնացած փոքր Հայաստանն եք վերագրում չհասկանալով որ դա այս նաև այս կամ գուցե հասկանալով ես տեղյակ չեմ գուցե որ նաև այս Հայաստանը վերանա եւ վերացնելուց հետո ասեն իրական Հայաստան չկա իրական Հայաստանի մեջ մտնում է եւ Արցախը ոչ միայն լեռնային
եւ Նախիջևանը եւ մեր պատմական Հայաստան ամբողջ արևմտյան Հայաստանի տարածքները դա մեր հայրենիքն է, դա մեր գերագույն արժեքն է եւ եթե անկախ նրանից թե որևէ անձ ուզում է, չի ուզում, իր գիտակցությունը դա բանա ընկալում է թե չի ընկալում իր ուղեղը, բան դա չի նշանակում որ ինքը պետքա պարտադրի մի ամբողջ ազգի, որ հսկայական բանը ճանապարհ է անցել, թե իրան իմացածը, թե իրական Հայաստանը որն է։ Իրական Հայաստանը մեր մեծերի իմացության մեջ առկա Հայաստանն է, մեր ազգային գաղափարական գաղափարների մեջ մտած եւ արյունով փոխանցված Հայաստանն է, որին հայը ինքը պետք է նպատակ դնի եւ փուլերով հասնի այդ իրական Հայաստանին, այս փոքրիկ Հայաստանում ճիշտ կազմակերպելով Հայաստանի Հանրապետությունում տվյալ դեպքում իրեն կյանքը եւ մենք միշտ պետք է մեր իդեալները ճիշտ ձևակերպենք, մենք պետքա ճիշտ գաղափարները ձևակերպենք, եթե ուզում ենք մեր ճիշտ իդեալների, գաղափարների ձևակերպումից է կախված մեր գոյությունը եւ չի կարելի նենգափոխել այդ ամեն ինչը եւ տանել երկիրը ուղղակի ոչնչացման։ Հիմա գուցե աշխարհայացքային գաղափարական պատմականը ես ձեզ ասեցի, կոմպրոմատների մեթոդ կա, ուրեմն մարդու հոգու դեմ, մարդու ճշմարիտ հավատքի եւ բարոյականի դեմ գործադրված միջոցների համակարգ, կա ուրեմն կոչվում է գենետիկական կամ մարդու առողջությանը տրվելիք վնասների համակարգ, միջոցներ են դրանք, այդ միջոցներ են։ Կա ուրեմն տնտեսական սպանությունների երկրի դեմ կիրառվում է տնտեսական 91 թվականից ներդրվել է տնտեսական սպանությունների տեխնոլոգիաները, համակարգը, դա միջոցներն են գլխավոր, այն որ պարտքեր կան եւ այլը եւ տնտեսական սպանությունների հետ զուգահեռ դրվում է կոմպրոմատների համակարգ միջոցները եւ իհարկե տեխնոլոգիական թվայինը ամենավտանգավորը այս պահին, որը ձերբակալում է հասարակությունը, չի թողնում, որ ինքը իր ներուժը ճիշտ կազմակերպի եւ մնացած գոնե գիտակցելու դեպքում մնացածն անի։ Մենք եկեք լավ, քանի որ հաջորդ հաղորդումը գուցե մենք հենց այդ կխոսենք այս բողոքի մեծ ալիքը, որ առաջացավ հասարակության մեջ էլեկտրոնային այս փոփոխությունների հետ կապված կառավարման գործիքների հետևողական այս իրավիճակի հետ կապված։ Այսօր գուցե որտեղ բավականին դուք այսօր տեղեկություն հաղորդեցիք, կարծում եմ, որ հաղորդումը դիտողները եւ լսողները պետք է կարողանան նաեւ իրենց մեջ վերլուծել այս ամենը, մարսել եւ ամփոփենք, որից հետո արդեն մեր հաջորդ հաղորդումը կնվիրենք այս էլեկտրոնային կառավարման գործիքներին։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, եթե մենք ուզում ենք ունենանք նորմալ երկիր, մեր նախնիների ժառանգած արժեքներով ապրող հասարակություն, ազգ, բարեկեցիկ կյանք, անվտանգ երկիր, ազդեցիկ պետություն, որ ոչ մի երկրի առջև չի նվաստանա իր գոյությունը պաշտպանելու համար, դրա ճանապարհը սեփական երկրի ազգային պետության հայեցակարգի ներդրումն է պետության հիմքում։ Հայեցակարգ, որտեղ պետք է ներառված լինեն հետևյալ գլխավոր կոմպոնենտները։ Ազգային գաղափարախոսության, մեր ազգային անվտանգության համար առաջնահերթ նշանակություն ունեցող դրույթները, որոնք ներառում են, որոնք ներկայացնում են մեր ուրեմն հատկապես արժեքները։ Երկրորդը ազգային անվտանգության, ուրեմն մեր ազգային պետության հայեցակարգի մեջ որպես հիմք պետք է ընդունվի վերպետական իշխանության հայեցակարգն իրականացնող գործընթացներից պաշտպանող եւ ապահովող սկզբունքները, այսինքն ամենավտանգավոր այդ ծրագրերը, որ երկրի դեմ իրականացվում է, դրանից պաշտպանող ու ապահովող սկզբունքները։ Պետք է հիմք ընդունվեն մեր երկրի պատմաաշխարհագրական առանձնահատկությունները, մեր պատմության ընթացքում հատկապես ունեցած սխալների լուծման կարևորությունը սկզբունքների տեսքով եւ մեր գեոստրատեգիական աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված աշխարհաքաղաքական իմպերատիվները, գերակայությունները, ինչպես նաեւ մենք պետք է
որոնողական եւ նորմատիվային կանխատեսման հիմքի վրա գիտակցելով աշխարհում ընթացող գործընթացների գործընթացները, նաեւ հաշվի առնելով այդ գործընթացները, դրանց հիմքի վրա նաեւ դրանք ներառող, դրանցից պաշտպանող սկզբունքներ պետք է ներառվեն այդ հայեցակարգում։ Երբ այդ հայեցակարգը կընդունվի, կմշակվի, որոշ աշխատանքներ իհարկե ես արել եմ եւ կամ մարդիկ որ անում են, այդ փաստաթուղթը կդրվի մեր 3 հիմնական փաստաթղթի հիմքում։ Մեր սահմանադրության, մեր ազգային անվտանգության ռազմավարության եւ ստրատեգիական զարգացման ծրագրի հիմքում։ Եվ այդ բոլոր այդ փաստաթղթերը կլինեն մեր երկրի արդեն դրա հիման վրա մենք կունենանք արդեն ուրեմն արդյունաբեր ընթացք խութերից զուրկ եւ հնարավորություն կունենանք պաշտպանվել ֆորս մաժորային մակրո տարածաշրջանային եւ գլոբալ իրավիճակներում շատ ավելի բարձր մակարդակով, քան երբևիցե եղել է այս վերջին ժամանակահատվածներում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ պարոն Սարիբեկյան եւ այս հաղորդումը, քանի որ սկսել ենք, շարունակություն ինքը կունենա եւ կամ հաջորդ շաբաթ կամ մի փոքր ավելի ուշ դուք կորոշեք օրը։ Հաջորդ շաբաթ կարող եք նշանակել, ես հաջորդ շաբաթ մենք արդեն կխոսենք այս էլեկտրոնային գործիքների մասին, որոնք դուք համարում եք, որ ունեն նաեւ վտանգներ, որոնց մասին պետք է հասարակությունը տեղեկացված լինի։ Այսօր այսքանով հարգելի հայրենակիցներ ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։